Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Սփյուռքի ձայնը հեռուստահանդեսը դարձյալ ձեզ հետ է։ Ինչպես տեղեկացաք իմ անցյալ շաբաթվա հաղորդման մեջ, վերջերս Նյու Յորքում էր գտնվում պոլսահայ մտավորական ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուն, ներկա գտնվելու հրանդինքին նվիրված հուշ երեկոյին։ Հաջորդ օրը Զաքարիա Միլդանօղլուն Սուրբ Վարդան Մայր տաճարում հանդես եկավ շատ հետաքրքրական մի դասախոսությամբ նվիրված հայ տպագրության 500-ամյակին։ Այժմ սիրով ուզում եմ ձեզ ներկայացնել իմ պատրաստած ակնարկը այդ մասին։ Այս տարի լրանում է հայոց տպագրության 500-ամյակը։ Հայաստանում եւ հայ գաղթօջախներում կազմակերպվում են տարբեր ձեռնարկներ նվիրված հայ տպագրության 500-ամյակին։ Այդպիսի մի դասախոսական երեկո էր կազմակերպվել նաև Նյու Յորքում Սուրբ Վարդան Մայր տաճարի սրահում մի շարք հայկական միությունների համատեղ ջանքերով։ Միջոցառումը տեղի ունեցավ Սրբազան հայր բարձրաշնորհ Տեր Խաչակարգեպիսկոպոս Փարսամյանի հովանավորությամբ։ Այն սկսվեց Կարս հայրենակցական միության անդամ Արտող Ղրիմյանի ողջունի խոսքով, որից հետո Թեքեան մշակութային միության ատենապետ Հակոբ Վարդևարյանը իր ներածական խոսքի մեջ անդրադարձավ հայ տպագրության սկզբնավորմանն ու համառոտ պատմությանը, եւ նաեւ ներկայացրեց օրվա բանախոսին Զաքարիա Միլդանօղլուն։ Բավականին մեծ աշխատանքի արդյունք էր Միլդանօղլու դասախոսությունը հիմնված պատմական փաստերի եւ տեղեկությունների վրա։ Երբ այփուպենը քյուդը կատարվեցավ, Մեսրոպ եւ Սահակ Բարթևը իր աշակերտները քով առնելով դարբեր երկիրներ խրգեց։ Բավական քիրքեր նախ Աստվածաշունչը հայրենի թարգմանեցին, հետո ուրիշ պատմական եւ գրոնական քիրքեր։ Կտեսնեք հայ այփուպենի ստեղծման շրջանը։ Մեր առաջին քիրքը դպված է Վենեդիգի մեջ 1512 եւ 13 թվականին 4 քիրք ըլլալով։ Հակոբ Մեղաբարդը ուրգե կասած էր Վենեդիգ, ինչ գործ գներ, լայն դեղեցություններ չունինք։ Ինչու Վենեդիգի մեջ հրադարակվեցավ արդյոք, ոչ թե ուրիշ քաղաքում։ Անշուշտ առաջին պատճառը Վենեդիգը քաղաք մներ, գետրոնական քաղաք մներ Եվրոպայի մեջ, որ տպագրության արվեստը զարգացումը շատ առաջացած էր։ Գիլիգիո թագավորության շրջանին հայ վաճառականներն բավականը Վենեդիգ կերտային։ Ասոնք մեր առաջին քիրքերն են, որ Վենեդիգը դպված է։ Այսօր շատ համալսարաններում մեջ ուսանողները այս քիրքերեն կօգտագործվին եւ այդ քիրքերում մեկ մասնալ անգլերենի, գերմաներենի թարգմանված է։ Բոնդոս, Պոնտուս կսենք մեկ Սևզովի նշանավոր Պոնտոս թագավորությունը կար։ Չենգիզ Հանի պատմությունը, Հոմերոս, ես Թուրքիո մեջ որ Հոմերոսը հայրենի թարգմանված եւ հրադարակված է, իմ երեսս ավուշ նայեցան։ Այսօրվան աշխարհի կարդեսին շատ մոտ կարդեսմն է։ Բարբերական մամուլները, որ առաջին բարբերականը 1794 Հնդկաստանի մեջ հրատվարակած է։ Աստարար Արութուն Քահանա Շմավոյան մեր առաջին բարբերականը 1794-ին Հնդկաստան Մատրաս քաղաքը հրադարակած է։ Այս նիշերում գտնվող բոլոր դեղերը առնված են հատմը հայրեն բարբերական հրադարակված է։ Այս նշանն է, որ հայերը ոչ թե միայն հայ դարերը, այլ արաբ դարերն ալ սևավորված եւ դբած են, սուլած են։ Խաչիկ Գևորգյան, երբ Օսմանյան գասության շրջանին առաջին տպագրությունը սկսած, հայերը պատրաստած են։ Ասիգա Հայաստան, մեր Թուրքիո Պատրիարքարանի գրոնական եկեղեցական հրադարակությունն է։ Հետո Մասիս լրակիրը։ Երևակ նորեն գրոնական եւ ուսումնական բանասիրական բարբերական հույս Արմաշ վանքի հրադարակությունն է։ Պատկեր հայ կաթոլիկ Պատրիարքարանի հրադարակությունն է։ Դաջար Թապնի Զյումիրյա մեկ Իզմիր գսենք անշուշտ գրոնական եւ եկեղեցական բարբերականները ոչ թե միայն հայերեն, այլ հայադար թրքերն ալ հրադարակված է։ Ավետապեր Դղայոց համար Պրաստան մանգանց, Ձաղիկ, Դաջար մանգած, Կարուն, Բարդես, Թբրոցներու, միություններու հադուկ դրակիրներ, ասիգա աբակա, հնչակյան, կուսակցության հրադարակությունն է, հնչակ, վանդոսպ, վարի մեջ
հրադարակված է, հետո Թիֆլիս մեկնած, հետո Երևան եկած։ Ճակատամարտ ժողովրդից այն համգավար կուսակցության պատկանող Հարաճ Գարին Էրզրում հրադարակված, որ այսօր նոր Հարաճ անունով Փարիզի մեջ գտև է, նոր սերունդ։ Բոլսո գարկպտ կրատարաններուն, թե պետական կրատարաններուն, թե մեր պատրիարքարանի կրատարանի մեջ հայ գինը բավական կա։ Իրավապաններու, փաստաբաններու հրադարակած բարբերականները, բժշկական բարբերականներ, բժշկության ուսումնասիրության համար հայերը բոլսո մեջ քիրք հրադարակած են։ Ասալ հայ բժիշկ, բույս, բժիշկ, թարման այս սուրպագոպն է, այս հալ սուրպ պլգիչն է, որ մինչև այսօր կհրադարակվի։ Թատրոնի և երաժշտության բարբերականներ գային, Շուշան, թատրոն նշանավոր Հակոբ Պարանյանի թատրոնը, քյուղատնտեսական բարբերականներ կան։ Բոլսո մեջ առաջին քյուղատնտեսական դպրոցը հայերը բացած են։ Օսմանյան գայսության շրջանին հայ քրերով թրքերեն, հատուկ նմուշ մգա, որ հայ դարերով քյուրդերեն հրադարակված բարբերականներ և քիրքեր կային։ Ասալ Սիվաս հրադարակված գայսության պատկանող լրակիրմն է, ոչ թե հայերը հրադարակված են, այլ վիլայեթի մեջ գտնող պատասխանատուները, կանոնները և այլն հրադարակված են։ Հյուդավենդիկար բուրսայի մեջ հայադար թրքերեն լրակիրմն է։ Նեջատը միլլետ, ասալ հայադար թրքերեն լրակիրմն է։ Լսեցեք 1870 թվականին հրադարակված է։ Մեժմայի աղբար։ Պահնում է, տեսեք Ստամբուլ հրադարակվիլ սկսած է, հետո այս քաղաք Նյու Յորք եկած է, Մենդոր, Զոհալ, Ջերիդիե, Դևրիե։ Միսիոներներու հրադարակած ամենեն գրավոր լրակիրն է, ասալ նորը, ավետապեր, միսիոներական լրակիրմն է, ամենն համար, կերմենական միսիոներները։ Անշուշտ մեկ ջուրնալ երկիսատերտ էր, փոլորոս լսած եք, Գավրոշ, Գիգո, Լիլա, Հյուգո, Իգնատաղա, ունենք կարևոր քաղաքներ, որ բազմությունը հայերը կգազմեին։ Անոնց մի առաջին շարքի մեջ ուկա Վանը, Շարժում, Տրաբզոն հրադարակված է, Ամասիա, Պոնտոս, Անգախ Տիգրիս, Դիարբեկիրի մեջ հրադարակված է, Ռեհբեր, Զինջիրդեր, Գեսարիա հրադարակված է, Եփրատ, Հալիբ հրադարակված է, Աբարաշ, Ամասիա, Մարզբան, Փոխպոչ, Իզմիրլը, Զյումրնիա, Արևելյան մամուլ, շատ կարևոր հանդեսմն է Արևելյան մամուլը, երկու օրական թերթ, ժամանակ և մարմարա և շապատական ագոսը և երկու հանդես։ Զաքարիա Միլդանօղլուն նաև ներկայացրեց բոլոր այն հայ գրող լրագրողներին, որոնք զոհ են գնացել 15 թվականի հայոց եղեռնին։ Պետրոս Գալֆայան, Տիգրան Չովուրյան, Համբարձում Համբարձումյան, Հրանտ Մելքոն Գյուրջյան, Լևոն Լարենց Քիրիջյան, Միհրամ Փափակյան, Ռուբեն Զարտարյան, Սարգիս Մինասյան, Շավարժ Քրիսյան, Սիամանթո, Սմբատ Բյուրատ Տերղազարյան, Դանիել Վարուժան, Փայլակ, Ներսես Փափազյան, Տիգրան Օթյան, Հովանես Ղազանչյան, Գրիգոր Զոհրաբ, Տիրան Քելեկյան։ Դասախոսության վերջում իր գնահատանքի խոսքը բանախոսին ուղղեց Սրբազան հայր Տեր Խաժակ arczepiskopos Փարսամյանը, որը Միլդանօղլու հետ իր բարեկամությունը սկսել է Դեպրևանքի աշակերտական նստարանից։ Զաքարիայի նման սկանչելի անձեր, եւ ես շատ ուրախ եմ, որ Զաքարիան այսօր կարևոր թեր կգադարե մեր մշակութային, մեր ազգային կյանքեն ներս։ Եվ շնորհակալ ենք, որ այսօր ինքը եկավ, խոսեցավ մեզի եւ իր բանախոսությամբ մեզ վերհիշեցուց, անշուշտ մեզ ես դարավ մինչև Սահակ Մեսրոպ Հայրաբեդը հայ քիրերու քիդը հիշեցնելով, որ հայ քիրերու քիդով սկսավ
այդ թարգմանչած սկանչելի սերունդը, որ իսկապես հիմքը դրին մեր քրի եւ քրագանության, եւ այդ հիմքը շարունակական մնաց, երբ հայ ժողովրդի զավակներ ուր որ կացին այդ քրի քրագանության սերը իրենց հետ միադեղ դարին եւ հրադարագեցին եւ թաստիարակեցին աբակա սերունդները։ Երեկոյից հետո ներկաները մեծ բավականությամբ դեռ քննարկում էին դասախոսությունը նվիրված հայոց տպագրության 500-ամյակին։